ինչպես ասեցի, կընթերցեմ Աշոտ Մինասյանի, Աշոտ Երկաթի նամակը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից, հիշեցնեմ, որ հրամանատարը ապօրինի եւ հորինված գործով բանտարկության մեջ է գտնվում եւ այնտեղից պարբերաբար տարբեր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումներն է հրապարակում։ Դուք ես ինչ արեցիք, տղերք, ես ինչ արեցիք, բանտի պատերը նեղ են, ուրիշ աներիք չկա ու մտքերս դուրս են գալիս, պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում հեռուներում ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ, նա ամբողջ զորքին թողեց անտռուսիկ, այսօր այդ բոլոր անտռուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում, հիմա չգիտեմ իրենք տրուսիկ հագնում են, թե ոչ, գուցե սովորություն են դարձրել, մինչև հիմա անտրուսիկ են ման գալիս, Քաջ Նազարի բախտ է, կպատահի, վայ Վազգեն, վայ, մի գլուխդ բարձրացու, տես ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ, հա հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել, բա դու հրամանատար ես, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբեշ կտրեիր, կարող է դու մարաթոնյան վազքի էիր դուրս եկել, կարող ես հիշել զորքիցդ ամենաարագ ով էր վազում, կարող է առաջին տեղն ես բռնել, ես հիշում եմ նման մի դեպք 1993 թվականին Օմարում, հիշում եմ նաև 94-ի փետրվարին որքան զոհեր տվեցին, որպեսզի վերականգնեն ձեր թողած դիրքերը, թե ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Վայ սպարապետ, վայ։ Ես հիշեցի եւս մեկ զորահրամանատարի, որն ասում էր Արցախի ազատագրումը սկսվել է Թուրուսի խութից եւ հարց է ծագում, Արցախի փակումն էլ է ավարտվում Թուրուսի խութով։ Չէ, տղերք ջան, չէ։ Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է, կա ու լինելու է։ Հա հիշեցի, մի գերագույն գլխավոր հրամանատար էլ կար, ասում էր իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք։ Դե ով էր կասկածում, լավ հիշում եք հրամանները։ Գյադեք էս կուրն անցեք, գյադեք են կուրն անցեք։ Ու կուրից կուր անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը ու սև են լճերը, սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց եւ գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են եւ կատարում են իրենց գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները։ Մեծն Գարեգին Նժդեհն ասել է. զորավար չես, որ նախ զինվոր չես, ախր դուք երբ էիք զորավար եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել, բազեն թրջում է, բայց ամեն թրջում բազե չէ, այո, ամեն սպա ղեկավար չէ, դուք ես ինչ արեցիք տղերք, դուք ես ինչ արեցիք, գրել է Աշոտ Մինասյանը, կարծում այդտեղ բոլոր հրամանատարներին դուք տեսաք ու հիշատակել էր գլխավորը իհարկե Նիկոլի Սասունն էր, Նախրճի Գագոն, բայց նաև ցավալի է, որ այս մարդիկ եւ Նիկոլի Սասունը եւ Նախրճի գեներալ Գագոն նախորդ համակարգում տեղ են զբաղեցրել, պաշտոններ են զբաղեցրել, բարձր դիրքեր են ունեցել եւ նաեւ բանակն են իրենք ինչ որ իմաստով կառավարել։ Սա եւս կարծում եմ մտածելու տեղ է տալի, թե ինչու այնպես եղավ, որ այս մարդիկ տեղ ունեցան բանակի հրամկազմում։